երկրները արդեն հասել են նես մատ ճգնաժամի։ Այո։ Ճգնաժամին չեն հասել, Նույն Անգլիայում տեսեք քանի վարչապետ փոխեցին։ որովհետև այդ մարդիկ փաստացի իրանց էկոնոմիկաները ծառայեցրել են այսինքն կեղտոտ բաների։ Տեսեք օրինակ Հայաստանում ինչ վիճակի մեջ է, հնան 2 անգամ մեծացել, հա։ Մարդկանց կենսամակարդակը իջել է, բանկերը 11 անգամ մեծացել է իրանց բանը եկամուտը։ $100 միլիոն դարել է 1 միլիարդ 100 միլիոն։ Բարեզմոն իմաստը ժողովրդին կեղեքել է, որ Նիկոլ Նազարյանն է, կեղեքելու։ Այսինքն տեսեք ինչ ցինիզմ է, էլի։ Բանկերը հարստացել են 11 անգամ, եւ ոչ մի պրեֆերենցիա են խոսում, որտեվ իրա կողքը վերընկած մի քանի բանկ ունեցող օլիգարխները վերընկած են կողքը գրում են ինքն դեբիլ է, խորհուրդ են տալիս, սրանք էլ քերում են ժողովրդին։ Օլիգարխների մասին։ Ուրեմն նախկին թալանչիները, այսպես ասած, որ կան, այդ իրանց գումարային իմաստով նախկին օլիգարխ ունի, մի երկու հատ է նորաճած օլիգարխ ունի Նիկոլը, բանկերի տերը։ Նախկին բոլոր այդ թալանի, այսպես որ վիճարկվում, մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի փող է վիճարկում, չէ՞, որ թալանից է բանես կոմենտել հրապարտանումը խոսում է, չէ՞։ Հիմա միայն մենակ իր մի օլիգարխը մի տարում մեջ 1.5 միլիարդ դոլար փող է աշխատում։ Մենակ մի օլիգարխը։ Այսինքն, ասենց ասեմ ձեզ, այս մարդիկ մտովի պատկերացել են, որ նախկիններ այնքան փող են աշխատում, իրանք ասել են, որ մենք գանք իշխանության, անգամներով պետք է շատ փող աշխատենք։ Ես ասեմ ձեզ, հիմա ես համոզված եմ, իշխանությունը որ փոխվի, մեր ժողովուրդը կտեսնի, որ այս մարդիկ անես թալան են կազմակերպել։ Իմիջիալով այդ հատուկ է անում, բայց ես այս թեման ուզում կավարտեմ հետո էլի ինքը հատուկ է անում, դե պարզ է, չէ, չգիտեմ, Հայաստանում մարդ կա որ կասկածի, որ Նիկոլ իր թիմակիցների մեջ ասենք միլիարդերներ են դարձել բան, այդ իբր թե ձեր նման բան այդ հատուկ է անում, թե պրոստը հատուկ չի անում, մարդու տեսակն է։ Տեսակը, հա։ Մարդ երբ որ սոված է եղել ժամանակին փողը բան չի ունեցել։ Ինքը երազել է, չէ։ Մարդը որ երազել է հարուստներին տեսել է նախանձել է։ Ինքը ուտում է, այդ ուտելը ոնց ասեմ, այդ մարդը տենց իր համար ուտելը դարձել է կյանքի իմաստ, փոքր ժամանակ, ասենց ասեմ։ Հետո որ ինքը հիմա արդեն որ ինքը արդեն դարձել է հսկայական հարուստ մարդ, ինքը այդ սովորությունը չի կարողացել հաղթահարել։ Պարոն Ոսյան, ես մի սերունդ գիտեի, պատերազմից հետո դուք գիտեք, միջև պատերազմից հետո փոխվի, էլի անկեղծ։ Պարոն Ոսյան, պատերազմից հետո ծնված սերունդ, ասի 45, 6, 7, 8 հաստատ սովի տարիներ են եղել, շատ ծանր տարիներ են եղել։ Բայց ես այդ սերնդի մարդկանց գիտեի, որ այնքան բարձր ասեմ քեզ, ասեմ, շատ բարձր։ Ասենք ծանր, այս մարդը լիվը ծանր մանկությունն չէ, ուտում Նիկոլը չի կշտանում։ Որովհետև այդ ժամանակ սովետական միության ժամանակ կար քարոս, որ հարստությունը լավ բան չի, որ մարդիկ պետքա աղքաթեև ապրում են, բայց պետքա արդար ապրեն։ Հոգևոր արժեքներ կար, դրա մեջ եւ լավ բան կար, եւ սխալ բան կար, բայց անկախ ամենից մարդուն ագահ մարդ չեմ տեսել։ Չէ, այդ եմ ասում, դրա համար տեսեք օրինակ նախկին մեր ղեկավարները, կոմունիստական ղեկավարները, չէ, լինի դա Դեմիրճյանը, լինի դա Զարոբյանը, լինի դա Քոչ Անտոն Քոչինյանը, լինի դա Գրիգոր Հարությունյանը, չէ։ Բոլորն էլ այդ մարդիկ նորմալ մարդիկ են եղել։ Իրանք կոռուպցիայի մեջ են եղել, հարցը դրա մեջ չի, բայց ամենից չափի մեջ է եղել։ Այսինքն չափի մեջ իրանք այ չեն այլասերվել, իրանք չեն դարել անասուն, կներես սենց ձևակերպեմ, հասկանում ես։ Խորհրդային փլուզման արդյունքում, երբ որ այդ վայրի կապիտալիզմը որ մտավ, վայրի կապիտալիզմը մարդկանց քարոզեց, որ Չէ, ինքը սովետական միության տարիներն է մանկությունը եղել։ Հիմա այդտեղից է մանկությունից չէ նայել։ Չէ, նայ։ Երբ որ խորհրդային միությունը փլուզվեց եւ սոցիալիզմը փլուզվեց, եկավ վայրի կապիտալիզմի ժամանակահատվածը, սենց քարոզ գնալ, որ եթե դու հարուստ ես, ուրեմն դու բոմժ ես, ուրեմն դու վատն ես, պետք է ձգտել հարստության եւ մարդկանց մոտ առաջացավ երկու զգացողություն ձգտել հարստանալու եւ երկրորդ թե դու չես կանում ու պետք է նախանձես։ Պարոն Ոսյան, հիմա մյուս կողմից այդ կապիտալիզմը ասում եք, իհարկե այդպես է, բարեկեցիկ ապրելը, բան է, նորմալ բան է։ Չէ, նորմալ բան է, բայց կներես մի բան ասեմ։ Բայց ասենք այտենց վայրենի ագահի չտեսի նման այտենց լինել։ Ես դրա համար եմ ասում, հիմա որպեսի մենք, օրինակ այս շերտը, որ այս մարդիկ ի վերջո Հայաստանում չէ ձևավորվեցին։ Չտես սովետական միության չէ, իսկ մենք փոքրուց այդպես ձևավորվել։ Ինքը փոքրուց այդպես ձևավորվել։ Այս մարդկանց տարիքը տեսեք, էլի այս մարդկանց տարիքը։ Տեսել եմ, ծնվել այն թվերին, էլի սովետի ժամանակ ծնվել։ Անժելա ջան, իր թիմակիցները որպես մարդ ձևավորվել են անկախ Հայաստանի ժամանակահատվածում, անկախ։ Իրան մի հաշվի, իր թիմակիցները նայի, սա 30-40 տարեկան, մաքսիմում 50 տարեկան, մաքսիմում։ Այս մարդիկ ձևավորվել են անկախ Հայաստանի ժամանակահատվածում։ Անկախ Հայաստանի ժամանակացում ինչեր կուլտիվացիա գնում, կուլտիվացիան գնում է որ կամ դու պետք է հարուստ դառնաս, կամ դու նախանձես հարուստին որ չես դառնում։ Ուրիշ տարբերակ չկար։ Բայց դրա մեջ կար մի հատ վատ բան, որ քանի որ դա վայրի կապիտալիզմ էր, իսկապես շատ անարդարություններ եղան։ Այդ անարդարությունները ֆունդամենտալ մարդկանց վրա ազդեցին եւ մի մասին սարսեցին բանը վայրի լկտի, միս մարդկանց վայրի նախանձ։ Հիմա
մի կողմից վայրի լիկտիներն էին կառավարում, հետո վայրի նախանձն դառան դիմության։ Հիմա այս վայրի նախանձը բնականաբար չի կարող նայ վայրի նախանձը ինքը սոցիալական արդարության համար չի։ Վայրի նախանձողը ինքը նախանձում է, որ գա ինքը այդ նույն բանը անի։ Հասկանում ես, ինքը Ռոբին Հուդ չի։ Ինքը իրականում Իսկ Նիկոլի թիմը վայրի նախանձներ է։ Ինքը վայրի նախանձներ են, ինքը ինչ էր ասում, պետք է հաղթարեք աղքատությունը ձեր գլխերում, չէ՞, մեզ էր ասում, չէ՞։ Իրանք իրականում աղքատությունը հաղթան իրենց գրպաններում։ Այդ պարքեվաճորը Բայց ամբողջ խնդիրն է, որ ինքը հաղթարում է իր գրպաններում, ինքը գալիս էր իշխանության ոչ թե վերցնել որտար, այլ վերցնել բան, բայց ինքը իր որովայնում ու իրականում Նիկոլը իր ճիշտ էր ասում Ռոբերտ Քոչյանը, ոչ իր գլխի մեջ, ոչ որովայնում չի հաղթահարում այդ աղթարությունը։ Ուտում չի կշտանում, ոչ գլխով, ոչ թվականին մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, ասել են, որ աշխարհում չկա պրեցեդենտ, երբ որ Ռոբին Հուդը գա հարուստներից փողը վերցնի, բաժանի աղքատներին չկա տենց բան։ Միակ էքսպերիմենտ արել են կոմունիստները, բոլշևիկները, ուրիշ էքսպերիմենտ աշխարհում չի եղել։ Ինչ անենք, որ այդ հաղթահարի Նիկոլը այդ աղքատությունը իր ուղեղում պարզա, չէ՞, ինքը միլիարդերը եւ հաղթահարի չէ։ Դա ասենք, որ ոնց անենք, որ կշտանա, մեզ խայտարակ չանենք։ Աջորա ջան, ես քեզ անկեղծ ասեմ։ Չէ, ոնց կշտանա։ Ասեմ անկեղծ, բաժան բան ասեմ քեզ։ Դրա Մաքս Վեբերը դրա պատասխանը տվել է։ Կարդա այդ գիրքը պրոտեստանտ գալիս է այդ անասունների, գալիս է անասունների։ Կարդա։ Ինքը ասում է տենց մարդկանց պետք է վռնդել իշխանությունից օր առաջ։ Այդ մարդկանց չի կարա, այդ մարդը չի կարա փոխվի։ Այդ մարդկանց չի կարելի թողնել ոչ միայն պետական համակարգում, вообще ոչ մի տեղ, նույնիսկ տեղական ամեն օր սև խավիար էլ դնեն, ինչ էլ դնեն, Նիկոլը ուղեղում այդ մարդկանց չի կարելի թողնել Երևան, բարձ հարց եմ տալի, հիմա եթե ասենք ես իմ քանի միլիարդ ունի, ինչքան միլիարդ էլ տաս Նիկոլին իր թիում, ինքը իր ուղեղի մեջ, որովայնի մեջ աղքատությունը ոսկորների մեջ չի աղքարում։ Ինքը տես իր բառերով ներողություն եմ խնդրում միանշանակ, որովհետև նույնպես եմ կրկնում, սա գերի այս ազգի իրացը։ Կներես, դա բոլոր ժողովրդների մեջ տես մարդիկ կան, բայց ոչ մի ժողովրդի մոտ թույլ չեն տալի գալ 8 տարի իշխանության։ Անգլոսաքսոնական կոնցեպտը ինչ է ասում, ասում է տենց մարդկանց չի կարելի թույլ տալ, որ իրանք գան իշխանության։ Այդ մարդիկ կան, բայց այդ մարդկանց պետք է միշտ ուղղորդել եւ սահմանների մեջ պահել, որպես այդ մարդիկ հանգարց չվարակեն մյուսներին։ Դա շատ կարևոր է։ Եվ անգլոսաքսոնական մոդելի մեջ դրանց հետեւյալ է, եթե դու հասնում ես հաջողության, դու պետք է քո հաջողությունը կիսվես քո հասարակության հետ, որպեսզի դու որպեսզի ապացուցես, որ դու քրիստոնյա ես։ Ինքը ինչ է ասում, ասում է Անժելան կամ Երևանդը, մենք ինչ իմանանք իրանք քրիստոնյա թե քրիստոնյա, իրանք պետք է ձգտեն հասնեն հաջողության ու հաջողությունով բարեգործությամբ զբաղվեն։ Այնիշ որ անում ասենք օրինակ հումանիզմ էլի, արդասիրություն։ Դրա համար նույնպես եմ ասում, դրա համար մենք պետք է խրախուսենք, որ հարուստ մարդիկ, որ եկել են իշխանություն, հարստացել են, իրանք պետք է բարեգործությամբ զբաղվեն, բարեգործությամբ զբաղվելով իրանք ապացուցում են, որ իրանք քրիստոնյա են։ Եվ ապացուցել են։ Եվ այնպես չի, որ մեր ազգը չունի այդպիսի բարերարներ։ Արել են եւ Սամվել Կարապետյանը, եւ Ծառուկյանը, եւ Սերգեյ Համբարձումյանը։ Կներեք, ես մատ ուրիշ բան ասեմ, բայց օրինակ ես մատ ուրիշ օրինակ որ շատ համեստ է եւ բացարձակ չի ցուցադրում բարեգործությունը։ Հիմա տեսեք, օրինակ բանկերը հարստացել են, չէ՞, 11 անգամ։ Ուր են այդ տերերը։ Հետ եմ ուզում ասեմ, կներես, հիմա մենք ունենք արդեն միլիարդատեր, դոլարային միլիարդատերներ բանկերներ։ Բայց ուր են իրաց բարեգործական։ Ինչ է դրա անունը։ Չեմ ուզում անուն տամ։ Բայց արփի դրա անունը ասա։ Ոչ մի անունը պետք չի, չեմ ուզում։ Վիվարոյի տերը չի։ Վիգեն ինչյան։ Վիգեն Բադալյան։ Ինքը լը բանկեր չէ, ինքը ավելի միլիարդերներ ունի Նիկոլը։ Չէ, ես ասում եմ ընդհանրապես ես ընդհանուր երևույթն եմ ասում։ Չէ, բայց այդ մարդը այդ խաղերով ինչերով Նարեկ Նալբանդյաններով միլիարդերներ են դարձել, ճիշտ է, ուր է իրանց բարեգործությունը։ Ես ուրիշ բան եմ ասում, ես բանկերների մասին եմ ասում։ Բանկերները, որ հիմա միլիարդատներ են դարձել, ուր է այդ մարդկանց սոցիալական պարտավորությունը։ Բասերի կաներ մի ամբողջ թիմ, ամբողջ ֆեյքեր չէ։ Մեր հասարակությունը պետք է շատ լավ իմանա, որ երբ որ ասում են թե եվրոպական արժեքներ, դա չի նշանակում որ կոստյումով փողկապով գնում ես, դու արդեն եվրոպացի ես։ Դու կանաս վայրի ամենախայտարակ ասիացին լինես, բայց բանը կոստյումով փողկապով լինես։ Դու կարաս հասարակ սարոշկայով լինես, բայց դու լինես նորմալ եվրոպական արժեքներով արդ, եթե դու քո հարստությունը կիսում ես բարեգործական համակարգեր ես սարքում, որպեսզի դու կարողանաս քո այն աստծո կողմից տված, որ դու կարացել ես հարստանաս, դու կարողաս ունակություն ունես կիսելու մարդկանց հետ։ Դա է կոչվում։ Եվ նույն անգլոսաքսոնական կոնցեպտի մեջ դրած ասում է, դու ինչքան որ դու կիսվես, դու այն ժամանակում որ դու մեռնես, դրախտում, դու դրախտի քո այն տեղը որ դու կունենաս, այդքան այդ տոմսի գինը այդքան կլինի։ Այսինքն
Խրախուսվում է որ մարդը ձգտի դառնա հարուստ եւ խրախուսվում է որ այդ հարուստ մարդը կարողանա կիսվի հասարակության հետ։ Օրինակ տեսեք Մասկը ինքը հասնում է իր բան եկամուտը մինչև 1 տրիլիոնի հասնելու, բայց իրանք նաև բոլորը բարեգործությամբ են զբաղվում։ Բոլոր միլիարդատերները Միացյալ Նահանգների իրանք բոլոր համասարանների հովանավորներն են։ Չկա համասարան, որ ինքը հովանավոր չունենա միլիարդատերների կողմից։ Չկա այդպիսի բան։ Դա խաղի կանոն պետք է լինի, դա օրենք պետք է լինի։ Բայց սա ինչ է անում։ Մեր բոլոր բարերարներին, բարեգործների նկատի մի հատ քրեական գործեր, հետո մի հատ այլանդակ հակակարողություն է տանում իրենց դեմ։ Իրանական բոմժերով, իր ֆեյքերով, այս ԿՊ-ն եւ այս մարտիկ ոչ մի կապ չունեն եվրոպական արժեքների հետ։ Եվրոպական արժեքների հետ իրանք զերո կապ չունեն, զերո կապ ունեն։ Եվ իրական եվրոպական արժեքների ստանդարտների համաձայն իսկապես պետք է մենք ձևավորենք այնպիսի համակարգ, այնպիսի երկիր, որտեղ մեր ներքին կյանքով իսկապես եվրոպական արժեքները կյանքի մեջ մտնեն։ Բայց առողջ մասը, ոչ այն բանը այսպես ասած սեքսուալ փոքրամասների մասը, առողջ մասը, իշխանության տարանջատման սկզբունքը, դատական համակարգի օբյեկտիվ չեզոքություն լինելը, ամեղության կանխաբացվածի կոնցեպտը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, ի վերջո ես մի հատ օրինակ էլ ասեմ, ուրեմն այս մարդիկ 8 տարի իշխանության մեջ են, 8 տարի այս մարդկանց մոտ մի սանտիմետր չի մոտեցել առանց վիզաների ռեժիմի, որպեսզի մեր քաղաքացին գնա, մի սանտիմետր չի մոտեցել։ 17 թվականին Հայաստանը ՍԵՊԱ կնքեց բանի հետ, Եվրոպական միության հետ եւ կար խոստում, որ Հայաստանը ի վերջո այդ առանց վիզաների ռեժիմը կունենա եւ մեր քաղաքացիները 8 տարիների ընթացքում 0 մակարդակի մոտեցում են եղել։ Մենք նույնպես ենք գնում, իրանց հետ պետքա վերջնագրի ձևով խոսենք։ Մենք խոսք ենք տալիս, որ 4-5 տարվա մեջ ես 100% չեմ կարող խոստամ, որ մենք կհասնենք, բայց մենք պետքա կոշտ մակարդակի զրույց տանենք իրանց հետ, ասենք կամ տարբերակով, կամ դուք մեզ տալիս եք բեզվիզ, որ մեր քաղաքացին գալիս է ձեր մոտ զբոսաշրջության համար, ինքը չպետք է տանջվի բյուրոկրատական ճանապարհով, ձեր մոտ է գալիս փող վաճառի սրիկաներ։ Դուք հələ մի հատ բարերներ եք դնում եք դրա համար։ Մենք պետք է այդ մարդիկ կոշտ քայլեր են սիրում, կոշտ դիրքորոշումները այդ մարդկանց միանգամից փափուկ են սարքում։ Դրանց հետ փափուկ աշխատացնելը չի աշխատում։ Միանշանակ եմ ասում։ Եվ մի հարց, հա, տեսեք, Արցախի հետ կապած ինքը որ ասում եք փողը ուտել ամեն ինչն է չափում դրանով եւ այն օրվա իր սրիկա պահվածքը դեպետ ներողություն խնդրեց, որ ասում է այսքան փող եմ տվել, կարելի է կարծել հոր գրպանից հա տվել, պապու գրպանից հա տվել, Արցախին այսքան փող եմ տվել, պարոն Բագրատյանն է շուտով կլինի մի անգամ բացատրել է, ինչ էր մեզ համար Արցախը եւ ինչ էինք ստանում եւ այս սրիկայական պահվածքը, որ Արցախը չափում է ինչով, որ ես ձեզ տվել եմ սա։ Միջազգային գնահատականների պարագայում Հայաստանը մինչև 80 միլիարդ դոլարի վնասակրել է ամեն ինչից։ Նիկոլի իշխանության գալուց հետո, Արցախը կորցնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը 100-ի մասին էին խոսում, 100 միլիարդի կորուստ է կրել, միայն այդքան վնաս է տվել եւ կանգնի անամոթաբար ասում է տվել ենք, այսքան բան ենք տվել, չգիտեմ, այսքան փող ենք ու չի ասում ինչ ենք մենք ստացել Արցախից, 100 միլիոնի բյուջեից է գնացել։ Ավելին կարամ ասեմ, ես քեզ մի հատ էլ գաղտնիք բացեմ, ես մեր ժողովուրդը պետք է իմանա դրա մասին, որ Արցախի օգնությունը 20 թվականի պատերազմից հետո, չէ, գողացել է, պարգևավճարը տվել։ Անուղղակիորեն, չեմ ասի, անուն չեմ ասի, դրսից երկրներ կան, որ ներքին կարգով այդ օգնություն են տվել, որպեսզի Հայաստանը իբր թե իր կողմից տա այդ գումարը եւ տենց է գնացել, բայց ես չեմ ուզում այդ փակագծերը բացեմ։ Բա։ Չհասկացա։ Չեմ ուզում էլ։ Չէ, չհասկացա ինչ ասեցիք, ոնց է եղել Հայաստանը։ Արցախի օգնության մեջ եղել է բաղադրիչ, որտեղ դրսի երկրներ, անուն չեմ տա ինչ երկրներ, որոնք օգնությունը տվել են ներքին կարգով Հայաստանին, որպեսզի Հայաստանը իր անունից այդ օգնությունը տա։ Հասկացա՞ր։ Եվ որ հիմա ինքը հայտարարում է, որ այսքան փող եմ տվել Արցախին։ Սուտ է խոսում, դա ինքը չի։ Ինքը պրոստը բանը փարիսեյության վերջի աստիճանն է։ Բայց այ պարոն Բագրատյանը բացատրեց, որ եթե այնտեղ մաքսակետվան լիներ, թե ինչեր է եկել Արցախից, ինչքան ցորեն, էլեկտրաէներգիա, բայց ամոթ է, էլի դու տես ինչ մակարդակի մարդ, երեխայի այդ կնոջ հետ վիճում է եւ ինչ է ասում։ Գիտես ինչա նշանակում։ Այս ով ես դու։ Դա նշանակում է, որ այս մարդը ընկել է խուճապի մեջ ընկած մարդը, երբ որ երիտասարդ աղջկան երեխայի միասին, հա էմոցիայի մեջ անգնում եւ ինքը շոկի մեջ է հայտնում, դա նշանակում է այս մարդը ինչ վախերի մեջ է ապրում, ինչքան խուճապի մեջ է, ինչքան է
շփոթված վիճակի մեջ, որ տենց վիճակի մեջ է հայտնվել։ Բայց կարող է վախը չի, մարդը գուցե հատուկ առողջապահությունից բժշկությունից ստացած թուղթ ունի, մենք մեզ բան ենք անում, վախը, կամ մարդը թուղթ ունի։ Դե հիմա ես չեմ ուզում այդ որ հեսա մեր գործարարներից մեկը պատվիրել է մասնագետները զբաղվում են, շնորհակալություն, բանն եք ավելացնում։ Չէ, ուզում ասեմ, որ անկախ ամենից թե ինչ է, ինչ չի, բայց մի բան կարող եմ ասեմ, որ հունիսի 7-ին մենք ամեն ինչ պետք է անենք, որ իսկապես մենք նոր որակի Հայաստանում զարթնենք եւ իսկապես մենք ունենանք նորմալ ապագա, իսկական նորմալ զարգացող Հայաստան, որտեղ մենք ունենանք երաշխավորված խաղաղություն, Հայաստան, որտեղ ունենանք երաշխավորված զարգացում եւ որ Նիկոլը կբերի երաշխավորված պատերազմ կբերի։ Բարգավաճ։ Ինչ չեք ասեմ, որ Նիկոլը հակառակ դեպքում թիմակիցներ ասում։ Հակառակ դեպքում մենք ունենանք երաշխավորված պատերազմ միանշանակ։ Այդ Նիկոլը ձեզ խոստանում է, ասում է, բերելու են պատերազմ։ Հենց չեղա, բերելու են պատերազմ։ Շնորհակալություն։